Ամերիկյան Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում մեկնարկել են դռնփակ լսումները, որոնց մասնակցում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականն ու փեսան Ջարեդ Քուշները։ Նա այսօր կպատասխանի սենատորների հարցերին, որոնք վերաբերում են Թրամփի մերձավոր շրջապատի եւ Ռուսաստանի իշխանությունների միջև նախընտրական շրջանում եղած կապերին։ Խոսքը մասնավորաբար Քուշների մասնակցությամբ տեղի ունեցած 4 հանդիպումների մասին է, որոնցից մեկին մասնակցել է նաեւ ամերիկյան նախագահի որդին Դոնալդ Թրամփ կրտսերը։ Կարծում եմ, որ այս լսումները ժամանակի կորուստ են Սենատի հանձնաժողովի նիստի մեկնարկից մի քանի ժամ առաջ, նշել է Քուշները հատուկ այս առթիվ տարածված գրավոր հայտարարության մեջ։ Ավարտին է մոտենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Պարսից ծոցի 3 պետություններ։ Շրջագայության օրակարգային գլխավոր թեման Քաթարի շուրջ ծագած դիվանագիտական ճգնաժամն է։ Կիրակի օրը Էրդողանը նախ ժամանեց Սաուդյան Արաբիա, որտեղ բանակցություններ անցկացրեց սաուդների թագավորական տան առաջնորդող Սալման թագավորի հետ։ Ջեդդայից Էրդողանն ուղևորվեց Քուվեյթ, որը միջնորդի դեր է ստանձնել Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի միջև։ Էրդողանի ուղևորության վերջին կանգառն այսօր Քաթարի մայրաքաղաք Դոհայում էր։ Շրջագայության մեկնարկին Էրդողանը հայտարարում էր, որ Քաթարի շուրջ ծագած ճգնաժամի ձգձգումը ձեռնտու չէ կողմերից եւ ոչ մեկին։ Թուրքիայի տարածքում գործող գերմանական 70 ընկերությունների նկատմամբ ահաբեկչությունն աջակցելու կասկածանքով հետաքննություն չի իրականացվի։ Այս մասին Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Թոբիաս Պլատեն, նշելով, որ նման որոշում կայացրել են թուրքական իշխանությունները։ Շաբաթ օրը Ինտերպոլի թուրքական գրասենյակը չհրալ հայտարարեց Գերմանիայի քրեական ոստիկանությանն ուղղված պաշտոնական գրությունը, որով պահանջվում էր տեղեկություններ տրամադրել գերմանական մի շարք ընկերությունների վերաբերյալ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարի պնդմամբ տեղի ունեցածը թյուրն բռնում էր։ Նախարարը նաև պնդել է, որ Թուրքիայում գործող գերմանական ընկերությունների դեմ որևէ հետաքննություն չի իրականացվում։ Ֆլորիդայի Քի-Վեսթ քաղաքում Կիրակի օրը կայացել է Էռնեստ Հեմինգուեյի նմանակների հերթական թվով 37-րդ մրցույթը։ Դրան մասնակցում էին աշխարհահռչակ ամերիկացի գրողին արտաքնապես նման շուրջ 170 ամերիկացիներ տարբեր նահանգներից։ Հաղթող ճանաչվեց Տեխասից ժամանած 71-ամյա Ռոբերտ Ֆիլիպը, որն այս մրցույթին մասնակցում էր արդեն 17-րդ անգամ։ Ծովով Քի-Վեսթ ժամանելն ուղղակի ցնցող էր, սա այն նույն ծովն է, որտեղ Էռնեստներն ավարկում։ Ես կարծես լինեի նրա կյանքի մի մասը, նշում էր մրցույթի հաղթողը։